Top 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոշտ գնահատական է տվել Հայաստանի ներքաղաքական դաշտին։ Նա հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա մոբիլիզացնել զանգվածներին։ Նրա խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ունենալ ավելի բարձր շանսեր իշխանությունը պահելու համար։ Մամեդյարովը պնդում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ձևավորվել է հենց Քոչարյանի իշխանության տարիներին։ Նա ընդգծել է այդ ժառանգությունը այսօր ամբողջությամբ փոխանցվել է գործող իշխանություններին։ Միաժամանակ ըստ նրա, նույնիսկ Փաշինյանի ցանկությունից անկախ ռուսական ազդեցությունը չի վերանա։ Վերջինս նաև նշել է, ընդդիմության քննադատությունները մեծամասամբ նախընտրական տեխնոլոգիաներ են։ Նրա եզրակացությունը կոշտ է, Քոչարյանը կարող է անցնել խորհրդարան, բայց վարչապետ դառնալու շանսերը նվազագույն են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պոլսո-հայոց պատրիարքին Ստամբուլում։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը բացահայտ մտահոգություն է հայտնել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու եւ կառավարության միջև շարունակվող լարվածությանը։ Պատրիարքը նշել է, որ այս առճակատումը արդեն 1 տարուց ավելի է շարունակվում։ Նրա խոսքով այդ հակամարտությունը ոչ մի իրական արդյունք չի տվել կողմերից ոչ մեկին։ Մաշալյանը հույս է հայտնել, որ կողմերը կգտնեն հաշտության ճանապարհ։ Նա ընդգծել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ կառավարության միջև երկխոսության կարեւորությունը։ Հայաստանում պատրաստվում են խոշոր միջազգային իրադարձության։ Խոսքը եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին է, որը կանցկացվի Երևանում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը արդեն զգուշացնում է քաղաքացիներին առաջիկա խիստ սահմանափակումների մասին։ Մայիսի 3-ից 5-ը մայրաքաղաքում փակ կլինեն մի շարք հիմնական ճանապարհներ։ Սահմանափակումները կապված են անվտանգության եւ արարողակարգային միջոցառումների հետ։ Իշխանությունները կոչ են անում հետևել ոստիկանության ցուցումներին, սակայն քաղաքացիների շրջանում արդեն նկատվում է դժգոհություն հնարավոր խցանումների պատճառով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հստակ ուղերձ է հղել տարածաշրջանին։ Նա հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Անկարայի համար։ Ֆիդանը ընդգծել է, խաղաղության պայմանագիրը Երևանի եւ Բաքվի միջև պետք է արագ ստորագրվի։ Նրա խոսքով տարածաշրջանի կայունությունը կարևոր է միջին միջանցքի զարգացման համար։ Թուրքիան նաև ակտիվորեն աշխատում է Եվրամիության հետ այդ ուղղությամբ։ Անկարան վստահ է, այս նախագիծը տնտեսական մեծ օգուտներ կբերի տարածաշրջանին։ Ֆիդանը նշել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է կարևոր փոփոխությունների մասին։ Նա նշել է, որ վիզաների ազատականացումը միայն տեխնիկական գործընթաց չէ։ Խոսքը վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտների խորքային ամրապնդմանը։ Սարգսյանի խոսքով Հայաստանը ունի բավարար քաղաքական կամք այս գործընթացը ավարտելու համար։ Նա ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները արագորեն խորանում են։ Ըստ նախարարի, վիզաների ազատականացումը ժամանակի հարց է։ Այս գործընթացը կարող է զգալիորեն փոխել քաղաքացիների առօրյա կյանքը։ Միաժամանակ այն դառնում է իշխանությունների գլխավոր արտաքին քաղաքական հաղթաթուղթը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել աղմկահարույց գնահատականով։ Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասը ներկայում աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից է։ Այս հայտարարությունը հնչել է Անտալիայի դիվանագիտական ֆորումում։ Կոստանյանը նշել է, որ նոր դինամիկա կա Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Նրա խոսքով կողմերը արդեն քննարկում են համագործակցություն, ոչ թե բախում։ Նա նաև ընդգծել է տնտեսական կապերի եւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը։ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Միջոցառումը անցկացվել է Ստամբուլում։ Հայաստանը այս կառույցի անդամ է դեռ 1995 թվականից։ Սիմոնյանը հանդես է եկել ելույթով, ուղղելով կարևոր քաղաքական ուղերձներ։ Նա խոսել է խաղաղության, արդարության եւ ապագա սերունդների մասին։ Հայկական կողմը փորձում է ակտիվացնել միջազգային համագործակցությունը։ Այս ֆոնին Հայաստանը ավելի տեսանելի է դառնում գլոբալ քաղաքական հարթակներում։
Հայաստանում հերթական աղմկահարույց դատական զարգացումն է արձանագրվել։ Դատարանը մերժել է Տաշիր պիցցա-ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի եւ Մայիս Բաղումյանի կալանավորումը։ Նրանք ձերբակալվել էին Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ընթացքում։ Մեղադրանքները կապված էին խուլիգանության եւ ոստիկանությանը դիմադրելու հետ։ Փաստաբանները հայտարարել են քաղաքական ենթատեքստի մասին։ Ընդդիմությունը տեղի ունեցողը անվանել է իշխանությունների խուճապ։ Իրավապահները սակայն պնդում են, ամեն ինչ օրենքի շրջանակում է։ Կառավարությունը հաստատել է բուհերի ընդունելության նոր փոփոխություններ։ Նոր կարգավորումները վերաբերում են բակալավրիատի եւ ինտեգրված ծրագրերին։ Փոփոխությունները կապված են կրթական նոր չափորոշիչների ներդրման հետ։ Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար կստեղծվեն հատուկ պայմաններ։ Միաժամանակ շտեմարաններ հասկացությունը հանվում է համակարգից։ Փոխարենը կիրառվելու են նոր ուսումնական նյութեր։ Մինչև 2029-2030 թվականը համակարգը կպահպանի ներկայիս կառուցվածքը, այնուհետև բուհերը կստանան ավելի մեծ ինքնավարություն ընդունելության հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է խոշոր ճանապարհային նախագծի բացմանը։ Խոսքը հյուսիս-հարավ մայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածի մասին է։ Նոր ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 84 կիլոմետր։ Ծրագիրը ֆինանսավորվել է միջազգային բանկերի աջակցությամբ։ Կառուցվել են տասնյակ հանգույցներ, կամուրջներ եւ անցումներ։ Նախագիծը կոչված է բարելավելու տրանսպորտային անվտանգությունը։ Իշխանությունները այն ներկայացնում են որպես ռազմավարական ձեռքբերում, սակայն քննադատները հիշեցնում են, նման նախագծերը հաճախ ունեն նաև քաղաքական հաշվարկ։